Եթե դու 15-ից 20 տարեկան ես, ուրեմն այս վիդեոն քո համար է։ Ես Վիկան եմ ու իմ YouTube ալիքը բացել եմ նրա համար, որպեսզի քո նմաններին օգնեմ։ Ինչի եմ ես որոշել բացեմ YouTube ալիք, որովհետև ես ինքս անցել եմ մեծ տրանսֆորմացիա, ես ինքս եղել եմ աղջիկ, ով ահավոր կոմպլեքսների մեջ է մեծացել։ Իհարկե հայկական ընտանիքում, որտեղ ամենակարևորը էդի տղան է, տղայի ասած օրենք, հա, որ տղան ամենաճիշտն է, որ տղան ամենախելացին է ու դու աղջիկ ես, դու ձենդ կտրի։ Եթե քո մոդելը նույնը, դու մենակ չես, դու հայ ընտանիքում ես ծնվել, էդի շատերի մոտ է։ Ինչ ես անելու դու։ Առաջին հերթին ընդունում ես ընտանիքիդ, ընդունում ես իրանց թերությունները, ընդունում ես այնպիսին, ինչպիսին իրանք կան ու ֆիքսվում ես քո վրա։ Ոչ մեկին երբեք չես մեղադրում, ոչ մամային, ոչ պապային, ոչ քուրիկին, ոչ աղբորը, ոչ ման, առաջինը տեղում դու ես։ Մտածի, պլանավորի, ինչ ես ուզում անել, ով ես ուզում դու դառնաս 10 տարի հետո, 5 տարի հետո ու գծիր պլան, որտեղ ես ուզում սովորես, ինչ մասնագիտություն ես ուզում, եթե գումար չունես մասնագիտության հարցում, իմ մոդելը տենց եղել, օքեյ է, այսօր այն երկրում ենք ապրում ու այսօր այն ժամանակաշրջանում ենք ապրում, որ ամեն ինչ ինտերնետում կա, լեզու ես ուզում ուսումնասիրես, կա, աշխատանք ես ուզում, կա, ամեն ինչ քո ձեռքերում է, երբեք չմտածես, որ դասարանցիդ ընդունվել է, չգիտեմ, ամենալավ համալսարանը, իսկ դու փող չունես ու այդ նշանակում է, որ դու չես կարա դառնաս քո երազած մարդը, դու չես կարա ունենաս այն ֆինանսը, որ դու երազում ես, ամեն ինչ ստեղ է։ Ես ինքս մարդ եմ, ով դպրոցը 8-րդ դասարանից թողել է ու ամեն ինչ սկսել է զրոյից, կուրսեր ավարտել կոսմետոլոգիայի ու 14 տարեկան սկսել է աշխատել։ Կյանքիս ամենալավ բանը, որ եղել է, էդի է, որ ես 14 տարեկանից աշխատել եմ, որովհետև հենց այդ ժամանակ ես ճանաչեցի ինքս ինձ, որովհետև հենց այդ ժամանակ ես հասկացա, որ ամեն ինչ իմ ձեռքերում է ու քայլ առ քայլ գնացի իմ նպատակի հետևից։ Հիմա, օրինակ, դու 14 տարեկան ես կամ 16 ու չգիտես ինչով ես ուզում զբաղվել, չգիտես որտեղ գնաս, ծնողդ քեզ չի ընդունում, ծնողդ քեզ քո երազանքները հաշվի չի առնում ու դու չգիտես ինչ անես, առաջին հերթին զբաղվում ես մարմնով հետ։ Այո, 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 ճիշտ լսեցիր, առավոտյան հել ու քայլի, վազի, կապ չունի, ունես ֆիզիկական, ունես ավելորդ քաշ, թե չէ, վազելը, ակտիվությունը ֆիզիկական, այդ մենակ քեզ չի տա սիրուն մարմին, այստեղ է տելալեցնելու։ Ով ուզում է, ինչ ուզում է ասի, բայց սպորտը էդի մենակ մի հարել չի, սպորտը էդի քո ներքին աշխարհը, քո ինքնավստահությունը, ամեն ինչ փոխվում է, քեզ անկեղծ եմ ասում, փորձի, գնա ամեն օր վազի, քայլի։ Ես ինքս թոխմախ եմ շուշուտ գնում, կայարանից եմ ես, հիմա ապրում եմ 3-րդ մասում, թոխմախ եմ գնում, 3-րդ մասը այգի գնում, առավոտյան հել, կարաս նաուշնիկ դնես, երգ լսես, կարաս ուղղակի դու մնաս քո մտքերով քայլես ու հարց տաս, ինչ եմ ուզում, մտածի, ինչ երազանք ունես, օրինակ երեխա վաղտ ինչով ես սիրես զբաղվես, ինչ ես խաղացել, այդ ամեն ինչը կարա քեզ օգնի, որ հասկանաս ինչում ես դու ուժեղ։ Եթե բոլորը գնում են դառնան, օրինակ իմ ժամանակ, իմ ամբողջ դասարանը գնում էր դառնալ կամ անգլերեն էին ընտրում Բրյուսովը, կամ գնում էին գերմաներեն էին դասարանցի աղջիկեր քննտրում, մի խոսքով ու բոլորը բարձրագույն էին ընդունում։ Ես ինձի ահավոր վատ էի զգում, ինձ թվում էր ես իմ հետ մի բան այն չի, որ ես փող չունեմ, որ ես չաղ եմ, որ ես գեշ եմ, մի խոսքով ամեն ինչ մտածում էի, որ իմ մոտ այն չի։
Բայց ես հիմա այն հետ եմ նայում այդ Վիկային ու հասկանում եմ, որ ամեն ինչ էլ լավ էր, ամեն բան նորմալ էր ու կյանքում ոչինչ հենց այնպես չի տրվում, բացարձակ հենց այնպես ոչինչ չի տրվում, քո դժվարություններն էլ ունեն իր պատճառները, քո դժվարությունները քեզ կտան այն ճանապարհը, որ դու ուզում ես, առաջին գնում ես մարմնովդ ես զբաղվում, երկրորդը, եթե չունես ֆինանս, եթե հասկանում ես, որ բացարձակ չես կարող սովորես այն ինչ որ դու ուզում ես, ուղղակի գնում ու քեզ աշխատանք ես ճարում, կապ չունի ինչ աշխատանք, կապ չունի ինչքան, սկսում ես աշխատել, դուրդ չի գալի, փոխում ես եւ այդպես այնքան մինչեւ դու ունենաս քո եկամուտը, հավաքես քո ուզած գումարը ու գնաս սովորես, ոնց ընտրես, ինչ ես դու ուզում, հիշի փոքր ժամանակ ինչով ես սիրել զբաղվել կամ ինչն է քո դուրը գալի, միգուցե պարելը, միգուցե երգելը, միգուցե վարսավիրություն, մատնահարդարում, ինչ որ մի բան, որը քո դուրը գալիս է։ Հետո, եթե հանգարց համասարան ես ընդունվում ու հասկանում ես, որ դա քոնը չի, խնդրում եմ 5 տարի, 10 տարի, չգիտեմ ինչքան, 3 տարի մի սովորի այն մասնագիտությամբ, որը որ քոնը չի։ Դաժե եթե քո ծնողներն ասում են, որ այսօր ես գնացել, որ կամ որ եթե գնացել ես, ուրեմն միջև վերջ պետք է գնաս, պետք է այդ դիպլոմը բերես, որ օժիտ տանես, մի լսի։ Դա քո կյանքն է։ Տարիները կանցնեն ու դու կափսոսաս այն նրա համար, որ ռիսկի չես դիմել հիմա ու որ չես թողել ուսումը։ Եվ այսպես աշխատանքը ճարել ենք։ Ոչինչ, մի քիչ ես ստանում, ինչ որ մի բան այն չէ, դու ընդեղից մենակ փողը չես վերցնելու, դու ընդեղից լիքը գիտելիք ես վերցնելու, ոնց մարդկանց հետ խոսաս, ոնց կոմունիկացվես, ոնց փող աշխատես, դու կհասկանաս, թե փող աշխատելը ինչքան դժվար է ու ուրիշ մարդ կդառնաս։ Հետո, օրինակ, որոշել ես դառնաս, չգիտեմ, ծաղկի դիզայներ կամ ինչ որ այդպեսի, կամ օրինակ երեք մի հատ դեպք եղավ, հաճախորդիս խորհուրդ էի տալ, ինքն էլ չգիտի ինչով զբաղվի, 18 տարեկան է, խոսքով ասեց, ինչով ես սիրում զբաղվել, դե ասում է, ես սիրում եմ դիզայներ, ես սիրում եմ սենց սիրուն, բայց սովորելու հետ չունի։ Ահա, ինչ ես անում դու։ Հարց։ Ընդունվում ես այնց տեղ, որտեղ որ դու պետքա լինես դիզայների օգնական։ Ուղղակի իր ասածները տանես, բերես, անես, կարաս կոպեկներով, կարաս անվճար։ Նու անվճար չէ, կարելի է կոպեկներով թեկուսի։ Դու իրանից այնքան բան կսովորես, որ եթե դու ուզենաս, նույնիսկ իրանից լավ մասնագետ կարաս դառնաս։ Անպայման սոցցանցեր ունեցի, Instagram, TikTok, TikTok-ը այդ մենակ բարեցես վիճակը չի։ Instagram, TikTok-ը դա այն հարթակն է, որտեղ մարդիկ կարան քեզ ճանաչեն։ Ինչ որ մի բանով սկսում ես զբաղվել, օրինակ ծաղկի դիզայնով ես ուզում զբաղվել, չգիտեմ, ինչ որ արհեստ ես որոշել, սոցհարթակը այնտեղն է, որտեղից դու կարաս ճարես քեզ հաճախորդներ։ Էդ էլ մեկ։ Հետո խնդրում եմ, եթե քեզ կթվա, որ դու սիրահարվել ես, որ իր նմանը չկա, այդպես չի։ Հիմնականում 15 տարեկանում դուք էմոցիաների տակ եք սիրահարվում։ Խնդրում եմ, այդ սխալը մի գործի ու սիրո հետևից մի վազի։ Եթե տղան, եթե տղամարդ է, եթե ուժեղ է, եթե քեզ գժավարի սիրում է, ինքը ամեն ձև քեզ կապացուցի։ Բայց եթե չէ, այդ մանկական սերը հիմնականում անցնում է ու 18-17 տարեկան բոլոր ամուսնացածները 30-ում արդեն փոշմանում են, որ ընտրել են այդ մարդու, որ իրանց կարիերայով չեն զբաղվել, որ իրանք չեն կայացել որպես մարդ, որովհետև դու չգիտես դիմացինը կարա քեզ 5 տարուց չսիրի, կարա, չգիտեմ, քեզ դավաճանի, կարա ուղղակի ասի ես ուրիշին եմ սիրում ու քեզ գնա ու դու ինչ ես, որտեղ ես մնալու, դու մնալու ես քո երեխաների հետ մենակ դրա համար 14, 15, մինչև 25 կայացի, ունեցի լավ գործ, ունեցի լավ ապագա, քեզ ստեղծի որպես մարդ, գրքեր սկսի կարդալ։ Ես մարդ, ով դպրոցում տանել չեմ կարողացել գրքեր կարդալ, հիմա կարդում եմ գրքեր։
ու գրքերը ոնց եմ ես ընտրում իմ նախասիրությունների հիման վրա։ Օրինակ, ուզում եմ իմանամ տղամարդիկ ինչ ձևի են մտածում։ Ես այնպես գրականություն եմ ընտրում, որ լինի տղամարդկանց մասին։ Ես չեմ կարդում ռոմաններ, ֆանտաստիկ ինչ-որ գրքեր, Գարի Պոտեր, Մարի Պոտեր, չկա տենց բան։ Ես կարդում եմ այնպես գրքեր, որ ինձ ուրիշ մարդ կսարքի, որ ես այդ գրքի արածները, որ ես այդ գրքի մեջի գիտելիքը օգտագործեմ ու ես դառնամ ուրիշ մարդ, այն մարդը, որ ես ուզում եմ սիրուն մարմին ունենամ, ես կսկսեմ կարդալ մոտիվացնող գրքեր, որ չգիտեմ, մաշկս բուժեմ կամ մարմինս ուրիշ ձև լինի, կամ ուզում եմ ինչ-որ սովորություն իմ կյանքում լավ լինի, որի այդ սովորությունը ինձ փոխի, ես ատոմային սովորությունների գիրքը, ատոմների պրիվիջկի, իդեալական գիրք, հա, սկսի հենց այդ գրքից, այդ գիրքը ես կարդացել եմ, ուզում եմ սովորություններից փոխեմ, վերցնում եմ այդ ատոմային սովորությունների գիրքը, ասում է ինչ անես, հայերեն կա, ռուսերեն կա, անգլերեն կա, որը ուզում ես, սկսում եմ դրանով զբաղվել, հետո օտար լեզու, ռուսերեն, անգլերեն, ես ինքս գիտեմ ռուսերեն, այս պահին սովորում եմ անգլերեն ու քեզ եմ խորհուրդ տալի, սկսի օտար լեզու ուսումնասիրել, YouTube-ով կնայես, վիդեոներ կնայես, թե ինչ կանես, ցանկացած քո աշխատանքի մեջ կլինի, չգիտեմ, կարողա դու բարիստ ես ընդունվել կոֆե հաուսում ու քո անգլերենը քեզ հետ պետք է, որ դու կարողանաս ցանկացած հաճախորդի հետ խոսալ, ռուսերենը քեզ հետ պետք է, որ դու կարողանաս խոսես, ուսումնասիրի օտար լեզու ու իմացի մեկ է, թե դու 5 տարուց որտեղ ես լինելու, ոնց ես բանանում, պլան ես գծում, օրագիր ես պահում, երեխավաղ տանում էինք օրագիր, հա, էդի ամենաթույն գործիքն է, որ դու կարաս օգտագործես, ամենաընտիր գործիքն է, օրագիր ես վերցնում ու գրում ես քո երազանքները ու ամեն օր դու ոնց որ մի հատ sense լավ ընկերուհի ունենաս, գրում ես, թե ինչ հաջողությունների հասար, ինչ հուզմունքներ ունես, ինչ ես մտածում, ինչ երազանքներ ունես, ամեն ինչ գրի ես առնում, պարտադիր ունենում ես քո 10 երազանքները ու էդի հատուկ տեխնիկա, այդ 10 երազանքդ ամեն օր դու այդ տետրի մեջ գրում ես, բայց նախորդ օրվա էջի երազանքը չես նայում ինչա գրած, որովհետև շատ ժամանակ փոխվելու է քո երազանքների ցուցակը, օրինակ sense բան քեզ ասեմ, ես իմ երազանքների մեջ եղել եմ մեքենա, տուն, ավտո եւ նույն բանը ասեմ, в общем, բայց երբեք չի եղել նիհարելը, կամ եղել է sense 10-րդ հորիզոնականում ու երբ որ ես այդ հորիզոնականը բարձրացրեցի ու առաջին տեղում իմ նիհարելը եղավ, ես արդեն 25 կիլո նիհարել եմ, դրա համար այդ երազանքների տետրը շատ կարևոր է օրագիրը ու ամեն օր քո երազանքները գրելը շատ կարևոր է, մնա իմ էջում, ստելիքը մոտիվացիա դու կգտնես ու հարցեր, կոմենտներ գրեք, թե ինչ թեմաներից եք ուզում, որ իրար հետ խոսանք, ես Վիկան եմ, մոտիվացիոն Վիկա ինստագրամում եմ, նույն ձևի տիկտոկում եմ, եթե դու նոր ես բաժանորդագրվել իմ YouTube անալիքին, կարաս նաև գնաս ինստագրամ ու տիկտոկ, պաչիկներ եմ անում, պակա-պակա